Քաղաքացիական ակտիվիստները նշում են, որ բոլորովին էլ պատահական չեն ընտրել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական երկու ուժերի կողմից ժողովրդին տրված խոստումների ժողովածուն։ Դրանում ամփոփված են այն պարտավորությունները, որոնք իրականացնելու են իշխանական ուժերը։ Այնինչ ըստ նրանց, բացի այն, որ ժողովածուի որևէ կետ չեն կատարել, կողմ են քվեարկել այնպիսի մի որոշման, որը ժողովրդի շահերից չի բխում։ Իրենք իսկապես թերացել են, 100-ից չկարողացան 90 խփել, 80 խփել, 60, 50, ինչ որ է։ Ակնհայտ էր, որ թերացել են տարիների ընթացքում իրենց աշխատանքի մեջ, այս բարետրությամբ եւս թերանում են, շարունակում են կրկնել այն նույն սխալները, ինչ որ թույլ են տվել տարիների ընթացքում։ Պահանջս են, որ ինձ համար թող իրանք աշխատատեղ ստեղծեն բարեկեցիկ կյանք, որ կարամ հիմա ապրեմ։ Նոր ժամանակ արդեն մտածեն կուտակային վճարելու կամ չվճարելու համար։ Երիտասարդների խոսքերով իրենց բողոքը ճիշտ է ուղղված է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը, բայց մյուս կողմից բոլորին անհանգստացնում է երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը, գնաճը, արտագաղթի ցուցանիշները եւ այլն։ Նրանք նույնպես երևի մի բողոքի ձև են կդեկորձարելով, ոչինչ չանելով, ժողովրդի գումարները մսխելով, իրենց կերպարները լցնել, բայց մենք արդեն բավական հասունացել ենք եւ պահանջում ենք, որպեսզի նրանք դադարեցնեն գործարարությունը, նրանք սկսեն գործել։ Խոստումներ են տվել, պարտավոր են կատարել իրենց խոստումները։ Նրանք անդրադարձան նաև Սերժ Սարգսյանի օրերս ԵԿՄ համագումարի ժամանակ ունեցած ելույթին ու նշեցին, թե ստացել են տպավորություն, որ երկրի նախագահը կտրված է իրականությունից եւ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այսօր, ինչպես է ապրում Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ոչ թե արտագաղթ կա, այլ հագարակը սիրահայերը տեսեք մեր գաղթում են իրենց բարեկեցիկ կյանք այնտեղ թողած գաղթում են, այսինքն ժողովուրդը տեղյակ չէ, որ Սիրիայում պատերազմ կա, Սիրիայում վիճակ է եւ այնտեղած մարդիկ հայերը իրենց բարեկեցիկ կյանքը թողած ներկաղթում են Հայաստան։ Նրանց ընտանեկան տնտեսությունը, ընտանեկան բյուջեն բնականաբար աճում է րոպե առ րոպե, արտագաղթ նրանց ընտանիքում բնականաբար չկա, նա ինչ ասում է ընտանիքի համար կարելի է ենթադրել։ Երիտասարդների առաջին կանգառը Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցն էր։ Շենքի պատերին դեմ են պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը, չեմ արտագաղթելու գրառումներով այս պաստառները փակցնելուց հետո նրանք գրասենյակի կազմակերպչին հանձնեցին Հանրապետական կուսակցության խոստումների ժողովածուն եւ հորդորեցին միանալ իրենց նախաձեռնությանը, պայքարել կառավարության բարեփոխումների դեմ, երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար։ Ես կատարում եմ այն, ինչ որ իմ խիղճն է թույլ տալիս։ Իմ աշխատանքն եմ ես կատարում։ Իմ աշխատանքը ես ճիշտ եմ կատարում։ Մեր ժողովրդի խնդիրն է բնականաբար։ Շնորհակալություն։ Անընդհատ մեր կոկոշները կրձել ու կոպեկ մեր փողերը տալ, դա ժողովրդի շնորհակալություն բոլորից։ Այնուհետ երթով երիտասարդներն ուղևորվեցին ազգային ժողովի հանրապետական падգամավոր Սուքիաս Ավետիսյանի գրասենյակ։ Միևնույն ժամանակ քաղաքի տարբեր հատվածներում փակցնելով հետևյալ գրառումներով պաստառները։ Սուքիաս Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքացիական ակտիվիստները նշեցին, թե պահանջում են երկրի ղեկավար այրերին փոխանցել, որ գործազուրկ եւ աղքատ Գյումրու բնակիչների համար հարկավոր է նախ աշխատատեղեր ստեղծել եւ հետո նոր մտածել ապահով ծերություն ապահովելու մասին։ Մենք լավորից չենք գնացել սրան։ Ներողություն ասեմ, ուսումնասիրվել է մի քանի տասնյակ երկրների փորձ, թե ինչ ձև արի, որ տարբերակադրվի, որ սերատագից կարողանանք դուրս գալ։ Ինչ պատճառով է օրենքը պարտադիր եւ ոչ կամավոր, հարցրեցին գյումրեցի երիտասարդները падգամավորին։ Ըստ Սուքիաս Ավետիսյանի իշխանությունները ստիպված են գնացել այս համակարգի ներդրմանը, բյուջեի գումարները սուղ են։ Հետ դարձի ճանապարհը ես ինքս չեմ տեսնում, այլ բան, եթե Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, դա Սահմանադրական դատարանի խնդիրն է, որից մեկս իրավունք չունենք դրա մասին խոսելու։ Վերջում երիտասարդները իշխանական ուժի ներկայացուցչին փոխանցեցին, որ իրենք հրաժարվում են կատարել օրենքի պահանջները։ Իսկ որպես Գյումրին ու Շիրակի մարզը խորհրդարանում ներկայացնող падգամավոր Սուքիաս Ավետիսյանին խորհուրդ տվեցին բոլոր տեսակի օրենսդրական նախաձեռնություններին կողմ քվեարկել միայն երկրի ու ժողովրդի շահը հաշվի առնելով։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։